որ երաժշտությունը, խոսքը, այդ ամեն ինչը հասնում է երեխային մինչև ծնվելը։ Ամիսների ընթացքում, երբ որ ինքը գտնվում է իր մայրիկի արգանում։ Ահա։ Մայրիկս երկրին ասում, իրիկս իրակորում պարում։ Խնդրեմ, տեսնում ես։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, որ երեխան երբ որ ծնվում է, մի հատ գիտական հետազոտություն կա շատ լուրջ, որ ֆրանսիացի երեխաները նորածին եւ գերմանացի երեխաները իրենք տարբեր ռիթմերով են լացում, պատկերացումը։ Ինչի՞ց է գիտես։ Ինչ պիտի է երեխաքը տարբեր են։ Ինչի՞ց։ Բայց ինչ կա միասին։ Խոսքից։ Ուրեմն խոսքի ռիթմը ֆրանսերեն լեզվի ռիթմը եւ գերմաներեն լեզվի ռիթմը եւ դեռ տարբեր են։ Ու մեկը լացում ասենք միսլացում ինչ գիտեմ որ մեկը ոնց է լացում։ Բայց դենց է, այդ արդեն հետազոտված, հաստատված փաստ է։ Ու ինչ կապ ունի, ասենք այդ լացը, որ երեխան արձակում է, այս երգերի հետ։ Ուրեմն երաժշտությունը ու խոսքը իրականում իրարից են ծնվել։ Ինչև հիմա օրերը վիճում են։ Սկզբանե հավն է եղել հետում, չէ՞։ Իսկ սկզբանե խոսքն է եղել, թե երաժշտությունը։ Հիմնականում եկել է ամեն դեպքում այն եզրակացությանը, որ երաժշտությունը խոսքից է ծնվում։ Բայց կա նաև մի էպիսի բան, որ այդ ամենից շատ ծնվել է միաժամանակ։ Օրինակ, ես ինչ եմ խոսում։ Ուրեմն հին ժամանակներում, հին Հունաստանում, այն ամենահին ժամանակը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, հին Հունաստանն է, այդտեղ էստեղ հունարը ինչ-որ բան ասեցիք, չէ՞։ Անանիսիս երգը։ Անանիսիս չէ։ Այդ որովհետև գիտեք ինչ է, նույնները այնքան բան են թողել մեզ, հետո մենք այնտեղ վերադառնում ենք այնտեղ, որ էլի տեսնենք ինչ ենք մոռացել, այնտեղից նորից վերցնենք կարևոր բաները։ Պոեզիան, երաժշտությունը, պարը, թատրոնը իրանք միշտ միասին են եղել։ Ու կա այդպիսի բան, որ այն ռիթմիկան, որ պարի ժամանակ էին խփում, այն խոսքը, որ ասվում էր որպես պոեզիա, եւ այն երգը, որ երգվում էր, այդ ամեն ինչը միշտ նույն ռիթմի մեջ էր։ Ու ես այնքան եմ մտածել սրա մասին, երբ սկսեցի երգեր գրել, ես հանկարծ հասկացա, որ կան երգեր, որ ինձ շատ խանգարում են։ Ես լսում եմ ներվայնանում, ոնց որ կապ չունի, գիտեք, հա ես չեմ սիրում ռաբիս երաժշտություն, չեմ սիրում լավ, այդ անցանքը դրեցինք մի կողմ։ Բայց կան երգեր, որոնք իբր թե ռաբիս չեն, բայց էլի ես չեմ կարող լսել, ուզում էի հասկանալ ինչն է, որ ինձ խանգարում է։ Ու ես հասկացա, որ այդտեղ լեզվի շեշտը ու երգի շեշտը իրար չի բռնում։ Հիմա կասեք ինչ մի բան է գտել, այսքան մեր հոգսի մեջ մի հատ էլ բան է գտել, բայց հիմա օրինակ դուք ինձ ասեք, օրինակ դու ինձ ասա, արի։ Հա, հիմա ես երգում եմ։ Արի, ինքը նույն խոսքն է, չէ՞, ուղղակի իր վրա ես դրեցի նոտաներ, բայց ինքը չփոխվեց։ Այսինքն մենք էլի լսում ենք ու հասկանում ենք, որ ինչ-որ մեկը կանչում է։ Հիմա ես փոխում եմ ասում։ Արի։ Հասկացա՞ր ինչ եղավ։ Այ ոնց որ Ֆիգարոն էր ձեզ ներվայնացնում։ Բայց ասում եմ թարս շրջած։ Ու ես հասկացա, որ երբ որ ես լսում եմ երգեր, որոնց մեջ այդ շեշտերը խախտված են, ինչ-որ մի բան գլխի հետ կատարվում է։ Այդքան երկար խորանալով գնալով ես ուսումնասիրեցի շատ մեծ քանակի ոչ իմ այդքան գլուխը չտանեմ ձեր, օպերա գնացի, ուսումնասիրեցի, ամեն ինչ ուսումնասիրեցի եւ հասկացա, որ մեր ներսում կա ռիթմ, որով մենք ապրում ենք։ Ու երբ որ ես ինչ-որ բան եմ պատմում, հիմա հələ պատկերացրեք, ես պատմում եմ ջարդած ռիթմերով, ասեմ, ես փոքրեի, դուք կասեք, ես ինչու ես գժվել, ինչ եղավ, չէ՞։ Բայց դուք լսում եք երգեր, մենք բոլորս ամենը լսում ենք երգեր, որտեղ այդ ամեն ինչը խառնված է, ուսուցն է փնթի բանը։ Ինչպես։ Հաջա՞։ Բայց իրոք է տենց է, ու ես այդ կարևորը որ ես հասկացա, որ տենց է, ու իմ երգերի մեջ որոշեցի, որ երբեք այդ սխալը չպիտի անեմ։ Ես այսպես պրեզենտացիայի մեջ, քանի որ ես գիտեի, որ գալիս եմ այդտեղ, որտեղ գիտեն լեզու, որ ես հաստատ չգիտեմ, գիտեք ես դերում, չէ։ Ես չգիտեմ անկեղծ։ Չնայած ես մեր շենքում իմ մանուկ ժամանակ, Այս գիտեք ինչ լեզուներ են։ Այս աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներն են։
ամենաշատ խոսքով, ամենատարածված։ Անգլերեն, ռուսերեն, բրազիլերեն, Ոստեղ չկա հայերեն, ֆրանսերեն, չկա եզդերեն, չէ՞։ Չկա։ Հավանաբար երբեք չեն լինի, որովհետև մենք շատ քիչ ենք, չենք կարողանա այդքան շատանալու այդ լեզվով խոսել։ Բայց մենք կարող ենք օգնել, որպեսզի մեր լեզուները ավելի տարածվեն։ Օրինակ ես ֆրանսերեն սկսեցի սովորել ֆրանսիական երկերի շնորհիվ։